Ողջունե Լևոն Քոչարյան Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քարոզարշավի ընթացքում եւ առհասարակ վերջին տարիների ընթացքում եղել են մեր կողքը, քաջալերել են մեզ, ոգևորել են, ուժ են տվել։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Այսօր ես իմ խոսքը ուզում եմ ուղղել մեր այն հայրենակիցներին, ովքեր մեզ չեն սիրում, մեզ չեն ընդունում եւ չեն պատրաստվում քվեարկել մեզ համար։ Ինչու՞ չէ նաեւ նրանց, ովքեր ամեն ինչից եւ բոլորից հիասթափված չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Սիրելի հայրենակից, ես գիտեմ, որ քեզնից յուրաքանչյուրը ունի իր պատճառը մեզ չընդունելու։ Եվ մի դեպքում դա կարող է լինել գաղափարական տարբերությունը, մյուս դեպքում նախկինում գործած մեր սխալները, իսկ ավելի շատ դեպքերում տարիներ շարունակ քո գիտակցության վրա գործած հսկայական մանիպուլյացիաները։ Մենք կարող ենք տարբեր ձև պատկերացնել մեր երկրի ապագան, սա կարծում նորմալ է։ Նախկինում մեր արդյունավետ աշխատանքին զուգահեռ նաև ունեցել ենք բացթողումներ, ունեցել ենք սխալներ, որոնց համար ես խորապես ցավում եմ, որովհետև կարծում եմ նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը։ Կարծում եմ նաև մենք բավարար չափով չենք պայքարել ստի ու կեղծիքի դեմ, այդպիսով թողնելով, որ քո գիտակցության մեջ արմատանա սուտը եւ դառնա ճշմարտություն։ Սիրելի հայրենակից, հասկանալով քեզ, կիսելով քո արդարացի զայրույթը, այնուամենայնիվ խնդրում եմ։ Մի թող, որ 30 տարվա, 20 տարվա, 10 տարի առաջվա որևէ սխալ պատճառ դառնա, որ դու այսօր ընտրես Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին, հազարավոր զոհերի մեղավոր Ալիևի մարզպետ Նիկոլին։ Խնդրում եմ։ Մի թող, որ զայրույթդ օգտագործեն երկիրը կործանելու համար։ Ես խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի քո արդարացիորեն ծագած զայրույթը այլևս չունենա որևէ պատճառ հետագայում։ Ես սա խոստանում եմ։ Հիմա ուզում եմ խոսքս ուղղել մեզ ամենաչընտրողներից ամենաչընտրողին։ Նիկոլ, դու իսկապես ստելու, կեղծելու մեջ վարպետ ես, չեմպիոն ես, սա անկասկած, որովհետև այսքան ողբերգություն բացահայտորեն թշնամու թելադրանքով երկիրը կառավարելուց հետո շարունակել մնալ իշխանության իսկապես հեշտ գործ չի։ Բայց ես համոզված եմ, որ մեր ժողովրդի այն հատվածը, որ դեռևս հավատում է քո ստորեն, անկասկած բացահայտելու է քո իրական էությունը եւ Հայաստանի հանդեպ քո գործած բոլոր հանցագործությունների համար դու ի վերջո ենթարկվելու ես պատասխանատվության։ Համաձայն եք։ Միասին կարողանալու ենք սա անել։
Ուրեմն միասին Գիտեք, մի բան էլ ասեմ, այս ամբողջ ծերի մեջ, որ երկար տարիներ տարածվել է հորս հետ կապված, հորս մասին, ես հոր լավ գիտեմ ճշմարտությունը, ես հոր լավ գիտեմ իր տեսակը։ Ու այստեղից ուզում եմ ասել, բաբ ջան, ես քեզնով հպարտ եմ։